Հիմա էլ եմ հորդորում ընտրություններին ընդառաջ բոլոր այդ քաղաքական ուժերը իրենց առաջնորդները բանավեճի գան ՀՀ վարչապետի հետ փորձում են ապացուցել Սերժ Սարգսյանն լավ ընդդիմադիր թե քոչեն։ Հիմա քիչ գալիս են այն բանին, որ չէ, մենք եթե պետք լինի կմիանանք, եկեղեցի պետություն հարաբերություն չի փչացել առհասարակ, քաղաքից դուրս գալ չգալը ընդհանրապես որևէ էական փոփոխություն մեր կյանքում չի փոխել։ Կարծում եմ падգամավորի հիմնական աշխատանքը, որից էլ պետքա բխեն օրենքի նախագծերը, պետքա լինի հասարակության հետ երկխոսությունը, որի արդյունքում էլ ծնվեն օրենսդրական նախաձեռնությունները։ Վստահեցնում եմ, որ այն տարածքները, որոնք որ Հայաստանի Հանրապետությանն են Ալմաթայի հռչակագրով հաստատված, լինելու է Հայաստանի Հանրապետությանը, որ Ադրբեջանին է, լինելու է Ադրբեջանին։ Թրիպի ճանապարհը մեր խաղաղության խաչմերուկ նախագծից բխող ճանապարհ է եւ այդտեղ վերահսկողությունը լիովին իրականացնելու է Հայաստանի Հանրապետությունը։ Բարև ձեզ։ Այսօր մեր հյուրը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանն է։ Տիկին Ղազարյան, շնորհակալ եմ շատ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Վերջերս տեղի ունեցան քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության ընտրությունները, դուք նույնպես վարչության անդամ ընտրվեցիք, հավաքելով, եթե չեմ սխալվում, 513 ձայն, սպասելի էր այս արդյունքը ձեզ համար։ Այո, իրականում սպասելի էր, ճիշտն ասած չէի մտածում, որ այդքան բարձր ձայներ կհավաքեմ, բայց սպասում էի, որ անպայման վարչության կազմում ընդգրկվելու եմ, ինչու, որովհետև նախորդ 3 տարիների ընթացքում բավականին ակտիվ գործունեություն է իրականացրել կուսակցությունում եւ բնականաբար սպասում էի, որ ամեն դեպքում այդ գործունեությունը իր արդյունքը պետքա տա, հետեւաբար որ ասեմ չէի սպասում, չէ, բայց նման բարձր արդյունք ապահովել է իրակպես իմ համար անակնկալ էր, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնեմ եւս մեկ անգամ կուսակցության անդամներին ինձ վստահելու այլ աջակցելու համար, հուսով եմ կարդարացնեմ սպասելիքները։ Իսկ հնարավոր է վարչության անդամ ընտրվելը նաև հանգեցնի նրան, որ նաև ավելի բարձր պաշտոններ ստանաք հաջորդ ընտրություններից հետո։ Անկեղծ ասած, երբեք նման ակնկալիքներ չեմ ունենում, տենց մեծ ամբիցիաներ, ես իմ ինչեր ինչ-որ պաշտոն էի, ես ինքս էլ հիմա գոհ եմ այն տեղում եմ, ինչ-որ գործունեություն ծավալում եմ, ուղղակի կուսակցությունը իմ համար, այսպես ասած, ընտանիքի նման է, շատ սերտ կապված եմ կուսակցության յուրաքանչյուր անդամի հետ ցանկացած հարաբերություններում եւ այլն ու անդադ ցկտում եմ կուսակցությունը ել ավելի լավ, ել ավելի մեծ արդյունքների հասցնելու գործում եւ ես կարծում եմ, որ իմ առաքելությունը ավելի շատ կուսակցության ներսում նման գործունեություն ծավալելն է ու ես շնորհակալ եմ, որ տալիս են կուսակցականներս այդ հնարավորությունը կուսակցության ներսում նման աշխատանք տանելու, վարչության անդամ ընտրվելով ավելի մեծ լիազորություններ ունենալու կուսակցականների հետ աշխատելու, ինչի համար ուրախ եմ։ Բայց անկեղծ դուք ասացիք, նոր մտածեցի այդ ակնկալիքների մասին, նման ակնկալիք առանձնապես չունեմ այս պահին։ Ընդամենը 9-10 ամիս հետո խորհրդարանական նոր ընտրություններն են, եթե ամփոփելու լինեք ձեր այս 4 տարվա գործունեությունը, ինչ հասցրեցիք անել եւ եթե հաշվետվություն ներկայացնելու լինեք հանրությանը, ինչ կարողացաք անել այս տարիների ընթացքում։ Տեսեք, ես քաղաքական մարդ եղել եմ, բայց քաղաքականությամբ չեմ զբաղվել մինչև 21 թվականը, այսինքն զբաղվել եմ այնքանով, որքանով որ դա տեսանելի չի եղել, որովհետև մինչև այդ ու հիմա էլ աշխատում եմ անօրգանական քիմիայի ինստիտուտում որպես գիտաշխատող, այսինքն այն աշխատանքը, որ իրականացնում եմ, քաղաքականության հետ առանձնապես կապ չունի եւ զբաղվում եմ այնքանով, ինչքանով որ կարողանում եմ հասնել կուսակցության հետ աշխատանքիս ընթացքում։ Դրանից հետո հնարավորություն ստանալով ազգային ժողովում աշխատելու, ինչպես գիտեք, բավականին մի քանի կարևոր օրինագծերի հեղինակ եմ եղել, աշխատել եմ ամենաշատ շեշտս դրել եմ հասարակության հետ աշխատանքում, որովհետև ես կարծում եմ падգամավորի հիմնական աշխատանքը, որից էլ պետքա բխեն օրենքի նախագծերը, պետքա լինի հասարակության հետ երկխոսությունը, որի արդյունքում էլ ծնվեն օրենսդրական նախաձեռնությունները եւ աշխատել եմ շատ ժողովրդի հետ երկխոսության մեջ լինել եւ դա շարունակում եմ, ինչպես կուսակցությունում, այնպես էլ կուսակցությունից դուրս համայնքներ երևի պետքա նշեմ մարզերով ամենաշատ շրջող падգամավորներից եմ, երբեմն գործընկերներս հումորով ասում են մի օր տեսնում եմ Սյունիքում, մի օր Սորը Փարիզ եք մեկնում, հետո գալիս եք Գեղարքունիքից դուրս եք գալիս կամ այսպես, բայց կարծում եմ լավ առաքելություն է ու շատ մեծ սիրով եմ շփվում, ինչքան հոգնած եք լինում, անկեղծ եմ ասում իմ փորձով մարդկանց հետ շփվելուց, այնպիսի դրական էմոցիաներ են տալիս, աշխատելը դեռ ավելի շատ է գալիս։ Հիմա տեսեք, այսքան ձայներ եմ հավաքել, հիմա էլ ավելի մեծ պատասխանատվություն եմ զգում ու էլ ավելի շատ ես ուզում աշխատել։ Այսինքն այդ աջակցությունը
աջակցության միջոցները կողքից մարդկանց աջակցությունը քեզ մղում է ավելի լավ աշխատանքի։ Հիմնական շեշտադրումը ես կանեի, միջազգային հարթակներում աշխատանք չեմ ծավալել, որ իմ ընտրությունն է եղել ավելի շատ ներքաղաքական հարցերով զբաղվել, որտեղ կարծում եմ դա ավելի իմ համար ավելի կարևոր է, ես կարող եմ դա անել։ Հասկանալի է։ Վերջին օրերին կրկին ակտիվացան ներկա եւ նախկին իշխանությունների միջև բանավեճերը Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Նիկոլ Փաշինյանի միջև եւ փոխադարձ մեղադրանքներ էին հնչում, դուք քաղաքացիական պայմանագիրը մեղադրում էին Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանին նրանում, որ հայտարարել են, որ Նիկոլ Փաշինյանն է իր գործողություններով հանգեցրել պատերազմի եւ ասում եք, որ սա կարծես ցուցմունք է Հայաստանի դեմ։ Բայց Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարում է, որ 18 տարեկան զինվորները Հայաստանի Հանրապետության տեղակայվել են ՀՀ միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս։ Արդյոք սա նույնպես վնասաբեր հայտարարություն չէ Հայաստանի համար։ Տեսեք, եկեք այդ առումով համեմատություններ, այսպես ասած, չտանենք, որովհետև բավականին շատ տարբեր կողմերից են մոտենում իշխանությունների քննադատությանը եւ այո, վերջերս մենք այս վերջին մի քանի ամիսը հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններն են բոլորին, այսպես ասած, շոկի մեջ գցում, որովհետև կարծես ինքը չգրի իր տեքստերը, որովհետև դինը արտահայտվում է, ես ինքս էլ եմ արտահայտվել այդ մասին, կարծես Քոչարյանի գրասեր, որովհետև Քոչարյանը մամուլի ասուլիսի ժամանակ իր ասաց, որ Հայաստանն է պատերազմ հրահրել 44-օրյա պատերազմը նկատի ունեմ, որը որ չգիտեմ, որևէ հայ, որ կարող է նման արտահայտություն անել եւ ցուցմունք տալ Հայաստանի Հանրապետության դեմ, ասենք ոնց կարելի է նման բան ասել, որ ակնհայտ է պատերազմ, որտեղից է սկսվել, ինչ դիվանագիտություն ա եղել եւ այլն եւ դրա արդյունքում ինչ ենք հանգեցին պատերազմին, բայց դրան ի պատասխան լսում ես Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ նման հայտարարություն անում, դա ցուցմունք Հայաստանի Հանրապետության դեմ եւ նույնը կրկնում է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Բազմիցս առիթ եմ ունեցել նշելու, որ այս մարդկանց միակ նպատակը հիմա Լևոն Տեր-Պետրոսյանը այն փոքր երեխայի նման չեմ կարող բացատրեմ ոնց իրականությունը կորցրած նախանձի ֆոն, չգիտեմ ոնց որ ատելություն նախանձ, որ չի կարողացել ժամանակին ավելի մեծ հնարավորություն ունեցա խաղաղություն բերել երկրին, բայց չի կարողացել փախել եւ այլն եւ այլն։ Հիմա այդ ամբողջ մեղքը փոխարեն ինքը իր մեջ գտնի ու հասկանա ինչ ա արել ինքը ժամանակին, փորձել բարթել այս իշխանության վրա, կարծում եմ ամենակիչը արդարացի չէ։ Իսկ ինչ վերաբերվում է իր հայտարարություններին, ապշել կարելի է եւ երբ վերջում 80-ամյակ ինչ որ միջոցառում էր կազմակերպել լրագրողներից իրեն հարց են տալիս, նույնիսկ այդ ժամանակ եմ այդ adekvatության տարբերությունը զգում, ոնց որ ավելի համրապնդվեց մտածմունքս, որ ինքը չի գրում իր ստատուսները, այլ իրեն տալիս են գուցե Լևոն Զորաբյանը, չգիտեմ, էդ էլ ինքը թող ասի, ամեն դեպքում այդ ստատուսները ապշեցնող են ու կապված են։ Ես էլի պետք է նշեմ, ինչքան էլ փորձեն դա հերքեն, ամեն ձևով արժանապատվից էլ այս վերջում Լևոն Զորաբյանը հայտարարեց, որ ինքը Քոչարյանի եւ Սերժի հետ չի աշխատում, բայց ես վստահ եմ, որ նույն Գյումրու սցենարով մանր իրենք փորձում են այսպես ընտրություններին ընթառաջ կազմել իրանց այդ ընտրական այդ կուսակցությունները, մասնակցել եւ հաղթահարել շեմը, եթե հաջողվի իհարկե հաղթահարել, հետո վերամիավորվել, որովհետեւ ընդհանրապես իշխանափոխություն անեն։ Ես կուզենայի, որ երբ որ ընդդիմադիր որևէ կողմին հրավիրելու լինեք, անպայման հարցնեք ինչի համար է այդքան իշխանության զավթման ձեր պայքարը, փոխարեն այս 4 տարիների ընթացքում, երբ որ անցել եք խորհրդարան, կարողանայիք աշխատել այնպես, որպեսզի կարողանայիք ժողովրդի քվեն վաստակեիք, իսկ դուք չեք աշխատել։ Բառացի ես կարող եմ ասել, վաղն էլ մենք ունենք նախագիծ քննարկելու, հիմնականում ներկայացում ապահովելու համար են արվում նախագծերը։ Բայց նորմալ չի, որ ընդդիմությունը գնա ընտրությունների առանձին եւ հետո միավորվի իշխանության դեմ, ոնց որ նորմալ է, բայց երբ որ իրանք իրար մեջ իրար ուտում են, հետո ցույց էին տալիս, որ իբր առանձին տեց լավ ընդդիմադիր են մեկը մեկից, մի ժամանակ, մի տարի առաջ փորձում էին ապացուցել Սերժ Սարգսյանը լավ ընդդիմադիր թե Քոչարյանը։ Հիմա քիչ գալիս են այն բանը, որ չէ, մենք եթե պետք լինի կմիանանք ու ինչ բանա միասնություն է կազմվել, նախկին 3 նախագահներ ու չեմ խորշի ասել, նաև կաթողիկոս։ Այսպիսի 4 հիմնական կարգառուն, դե չասեմ մանր տարբեր երկրներից Հայաստան ժամանած բարեգործներ, չակերտավոր, որ փորձում են էլի ինչ որ քաղաքական հայտ ներկայացնել։
Բայց այս նախկին նախագահների, նախկին եւ ներկա իշխանությունների վեճը ինչ է տալիս Հայաստանի Հանրապետությանը, եթե երկու կողմից էլ հնչում են շատ վտանգավոր հայտարարություններ Հայաստանի համար։ Ի վերջո ինչ ենք մենք շահում այս բանավեճից։ Տեսեք, բանավեճի առումով պետք է ասեմ, որ այս խոսակցությունը կարող էր ավարտվել մի ժամանակ, երբ որ նախկին բոլոր նախագահները համաձայն էին վարչապետի հետ բանավեճի գալ։ Բոլոր ընտրություններից առաջ իրենց եղել է հրավեր բանավեճի գալու։ Հարց է առաջանում, բա ինչի՞ չեք գալիս բանավեճի, եթե այսպես վստահ եք ձեր ասած կարծիքների վրա։ Ես հիմա էլ եմ հորդորում ընտրություններին ընթառաջ բոլոր այդ քաղաքական ուժերը իրենց առաջնորդները բանավեճի գան ՀՀ վարչապետի հետ եւ այդ ժամանակ իրապես Հայաստանի Հանրապետության քաղաքացին թող հստակորեն տեսնի, թե նրանցից որ կողմն էր ճիշտ խոսում եւ որ կողմն էր սխալ, ով հանգեցրեց պատերազմի եւ ինչի արդյունքով մենք հասանք այդ շեմին։ Հասկանալի է։ Այսօր կհրապարակվի Միքայել arczepiskopos Աճապահյանի գործով դատական վճիռը, մեղավոր ճանաչվեց արդեն մի քանի օր առաջ եւ այսօր կիմանանք թե ինչ պատիժ է կրելու Միքայել Աճապահյանը, արդյոք սա քաղաքական հետապնդում չէր։ Ես հասկանում եմ, որ ընդդիմադիր դաշտը անընդհատ փորձում է քաղաքական նրբերանգ տալ ցանկացած գործընթացի Հայաստանում կատարվող ինչ կատարվի քաղաքական նրբերանգ են տալիս, որպեսզի կարողանան դա անընդհատ մեղք բարթել իշխանությունների վրա, բայց միանշանակ պետք է ասեմ, դուք տեսակ ինչ էր կատարվում, ինչ էր պլանավորվել, ինչի արդյունքում Միքայել Աճապահյանը, նաև Բագրատ Գալստանյանը այս պահին ձերբակալված, պարզ դարձավ նաև ձայնագրությունները, պարզ դարձավ այդ ամեն ինչը եւ դրանց հիմքով մարդիկ ձերբակալվել են։ Հիմա դնեն քաղաքական նրբերանգ տանք ցանկացած ոգել, եթե հայտնվեր այդ բանի մեջ, այդ ահաբեկչության կազմակերպման գործընթացի մեջ, պետք է կանխարգելվեր այդ գործընթացի իրականացումը։ Եթե չկանխարգելվեր ինչ-որ մի բան, տեսեք դեպքեր է տեղի ունենում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ, որոնք իհարկե տհաճ են բնականաբար, բայց դա էլ են փորձում փառաքարի դեպքերը փորձում են անպայման քաղաքական երանգ տալ այդ ամեն ինչին եւ այլն ես այդ մասով էլ եմ ուզում ասել Հայաստանի Հանրապետությունում շատ համայնքներում ունենք ընդդիմադիր համայնքապետեր էլի եւ տրամաբանություն չկա այս ամեն ինչին տալ քաղաքական երանգ երբ որ մենք ինքներս ենք նախաձեռնում մաքուր արդար թափանցիկ ընտրություններ որոնց արդյունքում ժողովուրդը ում ընտրի ընդունում ենք ի գիտություն եւ դա նորմալ է Մնացած արդեն քաղաքական երանգ տալը ուղղակի քաղաքական շահարկման բան սարքել է, բայց վատա են, որ բոլոր դժբախտությունների վրա փորձում են դա փաթաթել։ Իհարկե Միքայել Աճապահյանի դեպքում բազմիցս տեսագրություններն էլ կա, իր օրագիրն էլ էր բացահայտվել, որտեղ ինքը մեջը պլաններ էր ունեցել, այնպես որ զարմանալու է ամեն ինչին քաղաքական երանգ տալ պետք չէ էլի ուղղակի։ Պարզապես 2023-ին գլխավոր դատախազությունը Աճապահյանի ասացների մեջ հանցակազմ չէր տեսել եւ տեսավ եկեղեցի պետություն հարաբերությունների լարումից հետո 2025-ին դրանից դրա հետ կապված են մարդիկ պնդումներ անում, որ սա քաղաքական ենթատեքստ ունեցող գործ է։ Տեսեք, էլի պետք է այստեղ բան ուղում անեմ, եկեղեցի պետություն հարաբերություն չի փչացել առհասարակ, որովհետև նախորդ անգամ էլ հարցուպատասխանին հիշում եք Տեր Արամի մասին ես հարց հնչեցրեցի, այստեղ մենք ունենք եկեղեցականների հետ խնդիր։ Տեսեք 18 թվականին մենք հեղափոխություն իրականացնենք, մենք պետության դեմ չունենք խնդիր, մենք պետությունը կառավարող մարդկանց հետ ունեինք խնդիր, այսինքն այստեղ ասել պետություն եկեղեցի ճիշտ չէ, որովհետև ունենք այո բարձրաստիճան եկեղեցականների հետ ոչ թե խնդիր, այլ նրանց գործունեությունը հակասում է այդ ամբողջ եկեղեցական ծիսակարգին, որը որ կա եկեղեցական նաև ցածր դասի ամուսնացյալների վերաբերյալ իրանց վերաբերմունքը եւ այլն, տեսեք որ սկսել են խոսել հիմա ամեն կողմից երկու թևի բաժանված, այնտեղ էլ կա ընդդիմադիրներ եւ խոսացողներ, այսպես ասած, որ որոշել են խոսել, բայց այդ խնդիրը իրապես կար եւ երբ սկսվեց Բագրատ arczepiskopos, չէ, Բագրատ Գալստանյան Միքայել Աճապահյանի հետ գնացի ազգանունները խառնեցի ներողություն, Բագրատի քաղաքական դաշտ մտնել է եւ այդ քայլել է եւ այլն, ես ինքս որոշեցի մի փոքր հետազոտություն անեմ, հասկանամ ինչա կատարվում եկեղեցու ներսում, արդյոք բոլոր եկեղեցականները համաձայն են Բագրատի հետ, արդյոք ինչ կարգավիճակում են, ոնց են իրենց ֆինանսավորումը եւ այլն, ես հասկացա, որ այնտեղ խայտարակ ավտորիտար ռեժիմ է գործում եւ որոշները բավականին մեծ գումարներ են աշխատում, ինչը ակնհայտ մենք տեսնում ենք իրենց վարած մեքենաներից, իրենց վարած կյանքից, իրենց մնացածը, այսպես նեղացած ու ավտորիտարիզմը եկեղեցիներին բնորոշ է, բոլոր եկեղեցիներն էլ ավտորիտար կառավարման համակարգ են ունենում։ Տեսեք,
բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացի են յուրաքանչյուր եկեղեցական, ովքեր որ ծառայում են եկեղեցու, ինչ տարբերություն ունի, այդ մարդկանց իրավունքներն է պետք է մի հատ նայենք, հասկանանք այդ մարդկանց իրավունքները արդյոք չի ոտնահարվում։ Շատեր ի վերջո եկեղեցին փակ կառույց չի, նաև Հայաստանի Հանրապետությունում այնտեղ կան մարդիկ, որոնք որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի են ու այդ մարդիկ են ունեն իրավունքներ։ Շատ լավ, բայց հիմա իրանք հնարավորինս ամեն կերպ, ես ոնց հասկացա նաև Տեր Արամի հարցազրույցներից, հնարավորինս ամեն կերպ փորձել են մարդկանցից նրանց այսպես անջատել, որպեսզի որևէ մեկը եկեղեցում ինչ կատարվում է դրա մասին տեղյակ չլինի, բայց թե Հայաստանի Հանրապետությունում այդպես քաղաքացի չկա էլի, որ տեղյակ չլինի ինչա կատարվում եկեղեցում։ Շատ լավ, բայց օրինակ կաթոլիկ եկեղեցում էլ բազմաթիվ խնդիրներ կան եւ որևէ աշխարհիկ իշխանություն չի փորձում միջամտել Վատիկանի գործունեությանը, իրենք իրենց ներսում ինքնամաքրվում են, իրենք իրենց ներսում գնում են փոփոխությունների, արդյոք չպետք է թողնել, որ հայ-առաքելական եկեղեցին նույնպես մենք այսօր ուզում ենք թողնենք, որպեսզի իրենք իրենց ներսում այդ փոփոխությունները իրանք անեն, բայց քանի որ իրենք չեն կարողացել, գուցե վախեցել են, չգիտեմ ինչ-ինչ պատճառներով գուցե են, մենք ասում ենք դուք պետքա փոխեք ձեր ներսում այդ ամեն ինչը ու կարգ ու կանոն հաստատեք, ոնց որ ասենք Հայաստանում հեղափոխությունը փոխեց մարդկանց կյանքը, այսպես ասած, բայց նաև մենք հասկացանք, որ իրենք ուզում էին մեր աջակցությունը, մենք ասում ենք մենք մեր աջակցությունը ցուցաբերում ենք, քանի որ դուք եք Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես իշխանություն մենք մեր աջակցությունը ցուցաբերում ենք, բայց մնացածը դե բնականաբար իրանք պետք է անեն եւ քանից էլ վարչապետը ասել է ուղղակի կոչ արել, որպեսզի վեհապարը իրապես լքի իր տեղը եւ արդեն հետագա գործընթացները ոնց որ ներսում որոշեն։ Տեսեք ասել է, քանի անգամ, եթե կուսակրոնությունը ձեր համար խնդիր է, օքեյ, դուք որոշեք, դուք կամ հանում եք, կամ թողում եք, եթե թողում եք, պետք է հետևեք, եթե չեք թողում, էլի ձեր վրա, էլի իրանց վրա է մնում այդ փոփոխությունները, մնում են այնտեղ կարողանան մարդիկ իրապես այդ վախի մթնոլորտից դուրս գան ու քայլեր ձեռնարկեն։ Շատ լավ, մինչև ուր կարող է հասնել ուզում եմ ասել եկեղեցի իշխանություններ, բայց լավ բարձրաստիճան եկեղեցականներ եւ իշխանություններ հակասություններ։ Տեսեք, մենք իրանց հետ պայքարի մեջ ենք այնքանով, որքանով որ ուզում ենք եկեղեցին իրապես կազմված լինի այն հոգևորականներից, որոնց որ մարդիկ հետևեն ու հավատան ու այսպես ասած իրապես արժանի լինեն այն տեղին, որտեղ որ իրանք գտնվում են։ Մենք մեր հնարավոր աջակցությունը ցուցաբերելու ենք, եթե պետք լինի խաղ, այսպես հավաքներել ենք հոգևոր իրականացնելու, դրա մասին արդեն ասել ենք, իհարկե այս պահին ես օր ժամ որևէ բան իսկապես կազմակերպված որևէ բանի մասին չեմ կարող ասել, որովհետև դեռ չկա որոշակի բաներ, բայց այնուամենայնիվ մենք հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի ներսի հոգևորականները կարողանան բարձրացնել իրենց խնդիրները, արդարացի բարձրացնել եւ արդարացի լուծումներ գտնեն հենց իրենց մեջ։ Իսկ դուք մասնակցելու եք այդ հավաքին։ Բնականաբար։ Շատ լավ, անցնենք մի փոքր արտաքին քաղաքական թեմաների, շատ կարճ, ինչ փուլում է գտնվում օգոստոսի 8-ին ստորագրված տեղեկությունն եք, ինչ փուլում է գտնվում այդ ստորագրված համաձայնագրերի իրագործումը։ Տեսեք, համաձայնագրերի իրագործման վերաբերյալ արդեն ինչ համաձայնություն կար օգոստոսի 8-ին կկվեց եւ մենք այսպես ասած գիտենք, որ մի առաջիկա որոշ ժամանակ մի փոքր դադար է լինելու, նրանից հետո արդեն սկսվելու են ակտիվ երկխոսությունները։ Հիմա ես հստակ որևէ տեղեկություն չեմ ուզում ասել, որովհետեւ կարող է ինչ-որ օրերի, բաների, խոսակցությունների մասին հստակ տեղեկություն չունենամ, որովհետեւ իմ ոլորտը չի առանձնապես, բայց կարծում եմ, որ այս այն փաստաթղթերն են, որոնք շատ արագ իրենց գործընթացը մենք շատ արագ ենք տեսնելու, այսինքն հուսանք, որ մինչև դեկտեմբեր ամսին որոշակի այսպես ակնհայտ քայլեր, որոնք որ կձեռնարկվեն, մենք դա կտեսնենք, էլի, մինչև դեկտեմբեր, դեռ չեմ ասում։ Հետո իրականում ասենք, որ շատ կարևոր քայլեր ու շատ նույնիսկ անիրատեսական էր թվում այսքան արագ նախաստորագրումը, վարչակագիրը Վաշինգտոնում ստորագրված եւ այլն, բայց փաստերը բերեցին հանգեցրեցին նրան, որ դա էլ արագ եղավ, ինչպես չէինք հավատում, որ հասարակության մի մասը իրապես չէր հավատում, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև սահմանազատման սահմանագծման կանոնադրությունը կընդունվի երկու երկրներում կվավերացվի, դա էլ արեցինք, այսպես ասած, ինչը հպարտորեն եմ ասում, իրոք, որովհետև արվեց գրեթե անհնարինը։ Շատ լավ, իսկ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է խաղաղությունը արդեն եկել է։ Ձեր ընդդիմախոսները ասում են, որ ինչպես կարող է գալ խաղաղություն, եթե մենք ունենք ռազմագերիներ Ադրբեջանում, ինչպես կարող է խաղաղությունը եկած լինել, եթե կան օկուպացված տարածքներ դեռ Հայաստանի Հանրապետությունից այդ պայմաններում, արդյոք ճիշտ է ասել խաղաղությունը եկել է։
Մենք տեսեք արդեն շարունակելով խոսքս Վաշինգտոնյան համաձայնագրերի փաստաթղթերի ստորագրումից հետո մենք հստակ ասում ենք, որ այո, խաղաղությունն եկել է։ Եթե ասենք, բա լավ, ըստ ձեր պատկերացմամբ խաղաղությունը ոնց էր գալու։ Ինչ եք դուք պատկերացնում, իրենք տեսլական չունեն, թե իրենց պատկերացած խաղաղությունը ոնց է լինում։ Մեր խաղաղություն ասելով հասկանում ենք այն, որ ինչպես համաժողովի ժամանակ վարչապետն է նշել, տարի 7 ամիս, հիմա արդեն կլինի արդեն տարի 8 ամիս սահմանում որևէ զինվորի, որևէ խնդիր չի առաջացել, ասենք հակառակ կողմի կրակոցից կամ ինչ-որ բանից։ Դա մեկ։ Երկրորդը, որ թղթերով լեգիտիմ թղթերով, փաստաթղթերով հաստատված է, որ երկու երկրների միջև ունեն խաղաղության համաձայնագրի արդեն նախաստորագրված տեքստ, որը որ միջազգային բոլոր հանրության բոլոր ներկայացուցիչների կողմից, բոլոր երկրների կողմից ողջունվել է երկու երկրների միջև, այսինքն միջազգային հարթակում եւս կա կոնսենսուս այս հարցի շուրջ։ Նրանից հետո բանը գերիների հարցի վերաբերյալ հիշում եք ինչպիսի աղմուկ էին բարձրացրել, որ վարչապետը չի խոսել, նույնիսկ մի կադր հրապարակվեց, որ Թրամփը ի պատասխան վարչապետի հարցի ասում է, որ այո, դա այդ հարցերը պետքա քննարկվի, դա էլ պետքա հասցեագրվի, ինչ վերաբերվում է սահմանների, ինչու մենք նախաձեռնեցինք սահմանազատման եւ սահմանագրման գործընթացը, ինչի նախաձեռնվեց ու հաստատվեց, ոնց որ ասացի արդեն, որ այն տարածքները, որոնք որ մեր տարածքներն են, մենք էլ իմանանք այդ տարածքները, ինչու՞ մենք հապկի ժամանակ ինչ եղավ, ասում են մենք ինչ իմանանք Հայաստանի, որի հետ որ ցանկանում են մեր ամբողջ ընդդիմադիր դաշտը, այսպես ասած, շարունակել հարաբերությունները, սահմանագծում սահմանազատում են անում եւ վստահեցնում են, որ այն տարածքները, որոնք որ Հայաստանի Հանրապետությանն են Ալմաթայի հռչակագրով հաստատված, լինելու է Հայաստանի Հանրապետությանը, որ Ադրբեջանին է, լինելու է Ադրբեջանին է եւ այստեղ էլ այդ հարցը սահմանազատման սահմանագծման հարցով է լուծվում, այսինքն ամեն ինչ ժամանակի ընթացքում ճիշտ հասցեագրված է եւ պետք է ուղղակի ժամանակի ընթացքին սպասել եւ գնալ առաջ, տեսակ վերջում էլ վարչապետը ՄԱԿ-ում ունեցած իր ելույթի ժամանակ հասցեագրեց այդ բոլոր հարցերը, այդ թվում նաեւ այն խոսույթը, որ Ադրբեջանի նախագահի կողմից է անընդհատ ասվում, չգիտեմ, պատահաբար թե հատուկ եւ այլն, ամեն դեպքում այդ հարցերն է պատասխան 100 պատշաճ դրվեց։ Հասկանալի է, Չգիտեմ, դրանից հետո այս 2 օրը լրատվական դաշտում որևէ խոսույթ չկա այդ մասին, հիմա ինչ պետք է խոսեք, էլի, որովհետեւ ակնհայտ երևում է, չէ, որ թե գերիների հարցն են ամենօրյա աշխատանք, որը իրականացվում է, թե եթե պետք է լինում պատասխանը տալու, պատասխանն էլ ենք տալիս ու հորդորում ենք, որ նման ձևով չեն գնում խաղաղության եւ մենք հետամուտ ենք խաղաղության, պահանջում ենք դիմացի կողմին էլ հետամուտ լինել, այսինքն այս շրջանում այս 2 օրը սպասում եմ ընդդիմադիր դաշտից ամեն դեպքում ոչ մի ձայն չի գալիս, ճիշտ այնպես ինչպես Վաշինգտոնյան փաստաթղթերը ստորագրելուց հետո լուր քար լերություններ 2-3 օր հետո սկսեցին արդեն ինչ որ հեքիաթներ հորինել, ինչ որ բաներ մոկոնել, որոնք որ իրականում թղթերի մեջ չկան։ Շատ լավ, հիմա Հայաստանը անընդհատ Նիկոլ Փաշինյանը անընդհատ հակադարձում է, որ Զանգեզուրի միջանցք չի թրիփ է, բայց եթե համաձայնեցված այդ ուղին, որ պետք է անցնի Սյունիքով, իրականում ճանապարհ է անխոչնդոտ եւ մենք եւ Ադրբեջանը դա նույն կերպ ենք ընկալում։ Տերմինների մեջ ինչ խնդիր կա։ Տեսեք, միջազգային փաստաթղթերում հյուսիս-հարավ ճանապարհն էլ ինքը նշանաբանարարված որպես միջանցք, այսինքն թարգմանության խնդիր կա այդտեղ։ Բայց ես ձեզ ասեմ, թրիփը ընդհանրապես միջանցքի տրամաբանության միջանցք կլիներ այն դեպքում, երբ որ Հայաստանի Հանրապետության տարածքով անցներ մի ճանապարհ, որի վերահսկողությունը չենք ունենանք մենք։ Առաջին ակնհայտ տարբերությունը սա է միջանցքի եւ ճանապարհի։ Թրիփի ճանապարհը մեր խաղաղության խաչմերուկ նախագծից բխող ճանապարհ է եւ այդտեղ վերահսկողությունը լիովին իրականացնելու է Հայաստանի Հանրապետությունը։ Ճանապարհն անցնում է Հայաստանը մենակ բիզնես կառավարման գործընթացի դեպքում Հայաստանի եւ Ամերիկայի համատեղ կազմակերպությունն է աշխատելու որպես բիզնես կառավարումը իրականացնելու, բայց մնացած բոլոր պայմաններով թե հայ մաքսավորնա, թե մաքսատուննա լինելու թե ընդհանրապես Հայաստանի վերահսկողությամբ է անցնելու։ Ես ուզում եմ, որ մեր հայրենակիցները ճիշտ տարբերեն միջանցքի տրամաբանությունը ճանապարհի տրամաբանությունից։ Միջանցքի դեպքում մենք չէինք հսկելու այդ ճանապարհը, ինչը որ երկար ջանքեր թափեցին, բայց չստացվեց հարևան երկրի կողմից։ Շատ լավ, հապկի մասին հիշեցրիք, հապկից երբ ենք դուրս գալու։
Տեսեք, հավքից դուրս գալ չգալը ընդհանրապես որևէ էական փոփոխություն մեր կյանքում չի փոխել, որովհետև իրականում մենք սառեցրել ենք անդամակցությունը եւ այսպես ասած հիմա ոչ նիստերին ենք մասնակցում, ոչ ինչ որ գումար էր վճարվում, դա չենք տալիս, եթե չեմ սխալվում, այսպես ասած, ընդհանուր առմամբ այդ թղթի լինել չլինելը էական որևէ բան մեր կյանքում չի փոխում եւ մենք միշտ ենք ասել, մենք գնալու ենք առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պետական շահով եւ մեր միակ նպատակն է առաջիկայում էլ, ինչպես մեր հռչակագիրը, որը մենք հաստատեցինք համաժողովի ժամանակ, որ Հայաստանը լինի բարգավաճող, խաղաղ, բարեկեցիկ երկիր, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կլինի երջանիկ։ Շատ լավ։ Սեպտեմբերի 13-ին լրացավ 2022 թվականին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման այդ ագրեսիայի 3-րդ տարելիցը, ինչու իշխանություններից որևէ մեկը չհիշեց այդ օրը, չգնաց եռաբլուր, հայտարարություն չարեց, ավելին այդ օրը տեղի ունեցավ ֆեստիվալ Հրազդանում, դա այդպես լայն դժգոհություն էր էլի առաջացրել մարդկանց շրջանում։ Ճիշտն ասած, ես զարմացել եմ, որ դժգոհություն է առաջացրել, որովհետև դուք հիշում եք ինչեր էր տեղի ունենում ամեն անգամ մեր եռաբլուր գնալու process-ի ժամանակ։ Ես ուզում եմ նշեմ սեպտեմբերի 13-ը, քան հետաքրքիր որ արդեն երկրորդ անգամ ինձ են այդ հարցը տալիս, սեպտեմբերի 13-ը իմ համար ամենացավալի օրերից մեկն է եղել, որովհետև սահմանին ես կորցրել եմ հորաքրոջս աղջկան ու ամեն անգամ այս մասին հիշելիս ավելի հուզմունք եմ ապրում ու ինձ են անընդհատ այդ հարցը տալիս։ Ես վստահաբար ասում եմ, սխալը այդ եղանակով արտահայտ ստատուս գրելով չի։ Ես երկու օր առաջ էլ ստատուս գրեցի ամսի 27-ին, շատ կարճ, որովհետև ես կարծում եմ, որ սխալու դեպքում բարձր գոռալն ու ինչ որ նկարվելով եսի միջով բան անելը այդքան էլ ճիշտ չի։ Դա իմ մոտեցումն է անձամբ, ես չեմ կարող բոլորի մոտեցումը ասել, բայց ես ասում եմ իմ համար ամենաարյունոտ ու ցավալի օրերից մեկը ա եղել եւ այդ օրերին ես հիշում եմ լիագումար նիստերեր, նույնիսկ իմ հոգեվիճակը, երբ որ հանկարծ որևէ մեկը փորձում է այդ մասին խոսալ, երբ որ դեռ չգիտեի զոհվել է թե չի զոհվել ու ինչ լուր վստահ, այսինքն ցույց չէին տալիս նկար կամ բան, որ հասկանայի։ Ես ցավով եմ ասում, որ իրապես մեր մի մաս կա, որ եռաբլուր գնալը մեր սարքում է ինչ որ տենց խնդիր կամ չգիտեմ, անընդհատ բախվում ենք որոշ ծնողների բանի ու չենք ուզում կոնկրետ ես չեմ ցանկանում այդ օրերին կոնկրետ գնալ։ Ցանկացած Հայաստանի Հանրապետության տարվա 365 օր կարող ես եռաբլուր գնալ։ Երբեմն գնում ենք երեկոյան, օրինակ ես ինքս որոշում եմ, որ պետք է գնամ։ Դա նենց բան է, որ հայտարարություն պետք է արվեր, չէ՞, հիշեին 224 մարդ մահացել այդ օրը։ Գուցե պետք էր արվեր, չի արվել, չեմ կարող ես մասով որևէ ես հստակ բան անեմ, բայց կոնկրետ ես, որ կոնկրետ այդ ցավը զգացած մարդ եմ եղել ու այդ օրվա, ես ինքս որևէ բան չեմ գրել։ Ոչ մի հիշատակում չեմ արել, զուտ հենց դրա առումով, որ չասեմ, որ իր հորքուրի աղջկան ինչ որ ուզում ասենց ինչ որ բան անի էլի, չէ, բնավ։ Իսկ ֆեստիվալի կազմակերպիչները պետությունից անկախ կազմակերպիչներ են, որոնք որ կազմակերպում են ֆեստիվալը եւ այս առումով իրանց օրի ընտրությունը գուցե երկար չեն մտածել եւ այդ օրն են դրել։ Ի վերջո Հայաստանի Հանրապետությունը այնքան նման ցավով եմ ասում վատորեր ա տեսել, որ հազիվ է գտնում տարվա մեջ մի օր, որ կարելի է ինչ որ ուրախ միջոցառման նվիրել եւ ես այս առումով ուզում եմ նշել գործընկերս Ռուբեն Ռուբինյան պարոն Նազարյանի հետ նախաձեռնել է նոր նախագիծ, որ մի օր նշենք ու դրանով սահմանափակվենք ու տեսեք մյուս համահեղինակը մարդ ով 44 օրյա պատերազմում իր որդուն է կորցրել, այնպես որ ես ասում եմ վստահաբար, որ դրանով չէ սխալը երևալու կամ չի երևալու։ Հասկանալի է, շնորհակալ եմ շատ Տիկին Ղազարյան զրույցի համար։ Շնորհակալ եմ մեզ դիտելու համար, շարունակեք հետևել հետքին եւ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։